Դաշնակցությունը այդ իշխանության զգալի մասը, որ ուներ, դրանից հրաժարվեց։ Եվ դա չկատարեց նրա համար, որ 1-2 ավել տեղ ունենա ավականիում։ Այսինքն աբսուրդ է մտածել, որ 3 նախարարներ, 4 փոխնախարար, 3 փոխմարզպետ, 1 մարզպետ հրաժարվում են, նախագահ ազգային ժողովի հրաժարվում են, որպեսզի 1-2 տեղ ավել ունենան ավականիի մեջ։ Որ ինչ, այսինքն մեկը մյուսի հետ անհամեմատելի բաներ են։ Եվ բնականաբար, այդ ովքեր այդ հնարքը կիրառում են, շատ լավ գիտեն, որ դա սնանկ է, դրա մեջ լրջություն չկա, բայց նաև շատ լավ գիտեն, որ գիտեք, ուրիշ հարցով, եթե դա տեղի ունենար, դաշնակցությունը ինչ-որ այլ հարցով կոալիցիայից դուրս գար, հələ դեռ կարելի էր քննարկել, անհրաժեշտ էր, թե անհրաժեշտ չէր, բայց հայ դատի խնդիրներով, որը դաշնակցության էությունն է, 120 տարի դաշնակցությունը հայ դատի հետևողական պաշտպանն է եղել, եւ այդ գաղափարները կրողն է եղել, բայց ի՞նչն է պատճառը, որ այդպես փորձում են ներկայացնել մեր այս քայլը։ Պատճառը շատ պարզ է, հարգելիներս, եւ հենց կապված է ուղղակի ընտրությունների հետ։ Այդ իրանք են կապում ընտրությունների հետ։ Մենք դա բոլորովին չենք կապել այս քայլը ընտրությունների հետ։ Ինչի՞։ Իշխանությունները շատ հստակ հասկանում են, որ դաշնակցության կոալիցիայից դուրս գալը նշանակում է, որ մանավանդ այդ հարցով նշանակում է, որ լուրջ հարց կա։ Չի կարող դաշնակցությունը այդպիսի կարևոր քայլ կատարեր, եթե լուրջ չլներ իրավիճակը։ Իսկապես լուրջ հարց կա։ Եվ բնականաբար այսօր իշխանություններին դա ձեռնտու չի, որ այդ լրջությունը դրսևորվի։ Ինչ է կատարվում այսօր մեր դպրոցական հաստատություններից զատ, նաև մանկապարտեզներում։ Մեր մանուկները, երեխաները տարբեր համայնքներում ապրող, ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող, հայտնվել են մի խեղճության մեջ, մի իրավիճակում, երբ ծնողի սոցիալական վիճակից կախված այդ երեխան կարող է այդ օրը հաց ուտել կամ չուտել, կարող է նրա նկատմամբ ճնշում գործադրվել կամ բռնություն։ Սա կատարվում է այն դեպքում եւ այն երկրում, որն հայտարարել է սոցիալական պետություն, իրավական պետություն։ Միթե կարելի է հանդուրժել 21-րդ դարի մայրաքաղաքում հայ մանուկներին դաստիարակող նախակրթական հաստատությունում այսպիսի անհավասար վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր վաղվա օրվա մտածող յուրաքանչյուր հայ մարդ պետք է կարողանա ոչ ասել իշխանության պարտադրանքի ներքո, փողի ճնշմամբ, քվեարկություններ պարտադրող անձանց, եւ այդ ոչը պետք է հնչի նաև մանկապարտեզների դաստիարակների բերանից, տնօրենների բերանից։ Այս մարդիկ է, որ վաղվա սերունդ են ապահովում, սերունդ, որը պետք է վաղը պաշտպանի հայկական պետությունը, հայոց բանակը պետք է ամրապնդի, բայց կարող է արդյոք սերունդը, որն ապրում է վախի մեջ, որն ապրում է սոցիալապես թշվառ վիճակում, որն ապրում է ամեն օր վախն աչքերին, կարող է արդյոք հայրենիք պաշտպանի, պետություն պաշտպանի, չի կարող։ Եվ վաղը այս սերունդը մեզ պետք է կարողանա պատասխան տալ մեկ հարցում եւ մեզ առաջադրի մեկ հարց. իսկ ուր եք դուք, երբ մեծանում ենք մենք, իսկ ուր եք դուք, երբ ի վիճակի չեք ձևավորել նորմալ քաղաքական համակարգ, ազգային իշխանություններ, ուր եք։ Այսօր այդ ուրի պատասխանն է։ Այսօր մենք բոլորով պետք է միավորված ձևով կարողանանք ասել, որ մենք ազգ ենք, որ մենք պետականություն ունենք, որ այդ ազգի ու պետականության համար մենք կարող ենք համախմբվել, մեր վաղվա օրվա համար, մեր վաղվա մանուկների համար, երիտասարդների համար, մենք միասնական, մեկ բուր դառած պետք է կարողանանք ազգային իշխանություն ձևավորել։ Ազգային իշխանությունը այն չէ, որ այսօր փորձում են ներկայացնել որոշ քաղաքական ուժեր, թե իբր գալու են եւ Երևանում փրկություն է լինելու։ Նրանք գալիս են սեփական շահը հարստացնելու,
հերթական տարածքը սեփականաշնորհելու, հերթական գարաժի թույլտվությունը տալու համար, հերթական անգամ իրենց օլիգարխիկ կլանային շահը ապահովելու համար։ Ես հայտարարել եմ, քաղաքապետ Արծվիկ Մինասյանի քաղաքապետարանում ամբողջական վերահսկողությունը վերապահելու ենք մեր քաղաքական ընդդիմախոսներին։ Մենք վախենալու, թաքցնելու ոչինչ չունենք։ Մենք պայքարում ենք հայի իրավունքի համար, պայքարում ենք յուրաքանչյուրիդ ազատ ապրելու համար, պայքարում ենք մայրաքաղաք Երևանի բարեկեցության համար, հպարտության համար, անկախ պետականության ամրապնդման համար։ Եվ հետևաբար մենք մայիսի 31-ին իսկապես առողջ դատելով, մեր շուրջը համախմբելով 10, 20, 30, 40 մարդու տարբեր համայնքներից միասին պետք է կարողանանք գնալ ընտրություններին, չգնալ չկա ժողովուրդ, չգնալ նշանակում է թույլ տալ, որ կեղծեն ընտրությունները, չգնալ նշանակում է անտարբերության մատնել մեր երեխաների վաղվա օրը, չգնալ նշանակում է թույլ տալ նրանց, որ վաղը ծիծաղեն մեր վրա, բոլորիս վրա, արհամարեն մեզ, եւ հետեւաբար արդար ընտրությունների երաշխավորումը կարող է լինել, եթե յուրաքանչյուրս մայիսի 31-ին մասնակցենք ընտրություններին, կոչ անենք, համախմբենք մեր շուրջը մեր բարեկամներին, հարազատներին, հարևաններին, կարողանանք բոլորի հետ միասին գնանք ընտրություններին։ Այդ ժամանակ վստահեցնում եմ, Հայ-հեղափոխական դաշնակցությունը տեր է լինելու իր ձայներին, տեր է լինելու ձեր ձայներին, ձեր քվեներին, եւ արդար ընտրության դեպքում ազգային ուժը հաղթելու է, հաղթելու ենք բացարձակ մեծամասնությամբ եւ մայիսի 31-ին ձևավորելու ենք մեր քաղաքապետարան, ազգային քաղաքապետարան, հաղթանակ մայիսի 31-ին։ Սա Երևանն է, այստեղ դու տանն ես։